Նորից ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ինձ եք ներառել ես հանդիպմանը, երիտասարդ դիզայնին, շատ կարևոր եմ համարում այս հանդիպումները, այս միջոցառումները։ Սիրելի երիտասարդներ, երբ ես ստացա հրավերը մասնակցելու այս միջոցառմանը ու խորագիրը ինչ է ուժեղ պետությունը երիտասարդի տեսանկյունից, նախ փորձեցի ինքս իսկապես մտածել այս հարցի շուրջ, որոշ գրառումներ արեցի իմ համար, ովքերս փորձեցի ձևակերպել ու իսկապես ինչը ուժեղ պետությունը երիտասարդի տեսանկյունից եւ ինչն ավելի կարևոր է, ինչպես այն կառուցել, ինչպես անել այնպես, որպեսզի երիտասարդը ուզենա ապրել մեր երկրում, ուզենա աշխատել մեր երկրում, ընտանիք ստեղծել ու ապագա երեխաներին մեծացնել այս երկրում։ Գիտեք, ես բավականաչափ մեծ եմ հիշելու համար 90-ականների մութն ու ցուրտը, պատերազմը, դժվարությունները, բոլոր այն զոհությունները, որոնց գնացել են մեր մեծերը անկախություն կերտելու համար, բայց միևնույն ժամանակ նաև բավականաչափ երիտասարդ եմ հասկանալու համար այսօրվա աշխարհը, արհեստական բանականության, գլոբալ փոխկապվածության, արագ եւ անդադար զարգացող եւ փոփոխվող աշխարհը։ Հետաքրքիր է, որ ես ունեմ եւ 20 տարեկան ընկեր, եւ 60 տարեկան ընկեր, եւ այս իմաստով որոշ առումով ինձ նաև այսպես կամուրջ եմ զգում այս ամենի միջև։ Հատկապես վերջին տարիներին մեր երկրում խոսույթը կարծես ավելի շատ գոյատևման մասին լինի։ Մեզ փորձում են համոզել, որ ուժեղ երկիրը այն երկիրն է, որը ավելորդ աղմուկ չի բարձրացնում եւ զիջում է իր արժանապատվությունը այսպես քարտեզի վրա աննկատ գոյատևելու համար։ Ես արմատապես մերժում եմ դա։ Կարծում եմ, որ ուժեղ երկիրը այն երկիրը չէ, որ պարզապես գոյատևում է եւ ոչ թե պարզապես իր երկրի սահմանները պաշտպանում, այլ պաշտպանում է նաեւ իր քաղաքացու արժանապատվությունը։ Ուժեղ պետությունը այն պետությունն է, որի քաղաքացի լինելով դու կարող ես ճանապարհորդել աշխարհով մեկ, ամեն տեղ անել քո անձնագիրը եւ զգալ բացարձակ հպարտություն։ Ոչ թե խղճահարություն կամ անհանգստություն, այլ հարգանք։ Գիտեք, ուժեղ պետություն ունենալու տեսանկյունից ես չափազանց շատ եմ կարևորում ազգային ինքնությունը։ Եվ կարծում եմ, սա իսկապես պետք է լինի մեր առաջ շարժվելու հիմքում։ Կարող է որոշները սա փորձեն ներկայացնել որպես հետադիմություն, բայց ես համաձայն չեմ սրա հետ։ Եթե ուզում ենք կառուցել օրինակ երկնաքեր, առաջին հերթին պետք է ունենաս ամուր հիմք։ Նույնը պետության դեպքում է։ Ինչպես մեր պատմությունը, մեր ավանդույթները, հայկական, առաքելական եկեղեցին, մեր լեզուն, ընտանեկան արժեքները, սա ոչ թե մեզ ետ են պահում, այլ սրանք այն արմատներն են, որոնք սնուցում են մեզ։ Մենք երկրագնդի ամենահին քաղաքակրթություններից մեկն ենք։ Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Մենք վերապրել ենք կայսրություններ, որոնք այժմ պարզապես գոյություն չունեն, վաղուց չկան։ Ցանկացած հարձակում այս ամենի դեմ մեր հավատքի, մեր հիմնական արժեքների, ամուր ընտանիքի, հարգանքի մեծերի նկատմամբ այս ամբողջական մեր արժեքների դեմ ցանկացած հարձակում առաջին հերթին հարձակում է մեր պետության ամենակարևոր կարծում հիմքին եւ սա անթույլատրելի է։ Իհարկե դժվար չէ հասկանալ, թե որ երկրների շահերից է այս ամենը բխում, բայց շատ դժվար է հասկանալ եւ տրամաբանության շրջանակներում փորձել բացատրել, երբ որ այս հարձակումները տեղի ունենում հենց մեր երկրում, Հայաստանում եւ հատկապես նաեւ կառավարության մեջ գտնվող
մարդկանց շրջանակներում։ Պարզապես անհասկանալի է եւ իսկապես ուզես թե չուզես ուրիշ տեղ են տանում այդ մտքերը, թե ինչի համար է այս ամեն ինչը արվում։ Երիտասարդների համար էլ ինչ է նշանակում ուժեղ պետությունը, կարծում եմ ամենակարևորներից մեկը երիտասարդների համար ուժեղ պետությունը դա տեխնոլոգիապես զարգացած պետությունն է։ Այսօր մենք գիտենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գլոբալ ազդեցությունը ոչ միայն ֆիզիկականն է, այլ նաև թվայինն է։ Ես համոզված եմ, որ արտադրված է Հայաստանում պիտակը կարող է լուրջ տրենդ դառնալ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այստեղ կառավարության անելիքը պետք է լինի ձեր ճանապարհից խոչընդոտները վերացնելը, երկիրը պաշտպանելը եւ ակտիվորեն ֆինանսավորելը կրթություն հետազոտությունները առանց բյուրոկրատական ավելորդ քաշքշուկների։ Ինչպես գիտեք, մի քանի ամսից մեր երկրում վճռորոշ ընտրություններ դուք կլսեք շատ խոստումներ, կփորձեն համոզել, որ այս անվերջանալի թվացող զիջումներն են ճանապարհը, որպեսզի մենք ունենանք ուժեղ պետություն։ Կլինի նաև կարծում եմ կա վախի սերմանում, կփորձեն համոզել, որ հավակնոտ լինելը վտանգավոր է։ Ես այստեղ եմ ասելու, որ ճիշտ հակառակը, թուլությունն է ամենավտանգավորը։ Եվ միայն ուժեղ, վստահ ու միասնական Հայաստանն է, որ կարող է ապահովել խաղաղությունը մեր երկրում։ Սրանք կարծում եմ այլընտրանք չկա։ Մեզ պետք է կառավարություն, որը մեր ազգային ինքնությունը ոչ թե համարում է բեռ, այլ առավելություն։ Կառավարություն, որի համար ազգային արժանապատվությունը առաջնահերթություն է։ Եթե փորձեմ ամփոփել, այսպես ինչ է նշանակում ամեն դեպքում ուժեղ պետություն երիտասարդի այս տեսանկյունից, նախ կարծում եմ դա այն Հայաստանն է, որ անբեկանելիորեն հայկական է եւ պաշտպանված։ Դա Հայաստանն է, որը տեխնոլոգիապես զարգացած է, եւ դա Հայաստանն է, որտեղ ընտանիքները մնում են ամուր, միասնական, հավատքը ամրացնում է մեզ եւ որտեղ ձեր ապագան բարեկեցիկ է եւ ապահով։ Հիմա այս ամենը ինքն իրեն չի լինելու։ Այս ամենում պետք է ձեր էներգիան, ձեր ժամանակակից մոտեցումները, ինտելեկտը եւ այո, նաեւ ձեր առողջ քննադատությունը։ Պետք չէ մեկուսանալ քաղաքական գործընթացներից, պետք չէ դրանցից վախենալ, պետք չէ հուսահատվել։ Ապացիան հենց ամենավտանգավոր թշնամին է ուժեղ պետություն ունենալու ճանապարհին։ Եվ ես համոզված եմ, որ մենք իսկապես միասին կարող ենք թերթել մեր պատմության այս բարդ էջը, միասին կարող ենք կառուցել այն երկիրը, որը մենք ուզում ենք, ինքնիշխան, ապահով, բարեկեցիկ եւ գոյակապ Հայաստանը,